Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախավերջին օրը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զանգել է Փաշինյանին ու խոստացել 50 միլիոն եվրո։ Լայենը հայտնել է, որ Փաշինյանի հետ քննարկել են նրա խոսքով Ռուսաստանի Հայաստանի նկատմամբ կիրառած սահմանափակումները։ Նա այդ քայլը տնտեսական ճնշում է անվանել։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով ծաղիկների 10,000 խմբականակ Հայաստանից ուրբաթ Լատվիա կհասնի։ Չկան, առաջարկում եմ։ Դեռ առավոտյան կառավարության նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանը անոնսել էր Եվրամիության աջակցության ծրագիրը, թեև փորձել էր, ինչպես ինքն է նշել, սայլը ձիուց առաջ չդնել։ Մենք քննարկումներ ունենք Եվրոպական միության մեր գործընկերների հետ, իրենց կողմից եւս մաքսատուրքերի հարցում որոշակի դեպի մեր արտադրողին ուղղված քայլեր անելուն։ Կառավարության անդամները քննարկում էին դեպի Եվրոպա գյուղատնտեսական ապրանքների ու ծաղիկների արտահանման մաքսատուրքերի ամբողջական սուբսիդավորման որոշումը, որն ավելի ուշ ընդունեցին։ Թարմ պտուղ բանջարեղենի եւ ծաղկի արտահանման դեպքում դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության եւ Կանադայի շուկաներ Հայաստանի կառավարությունն արտահանողին կամ արտադրողի փոխարեն կվճարի նշված երկրներում վճարված մաքսատուրքն ամբողջությամբ։ Բացի եվրոպական մաքսատուրքերի սուբսիդավորման որոշումը հաստատել են նաև սուբսիդավորել ջերմատնային ապրանքների, լոլիկի, ելակի, պղպեղի, ծաղիկի արտահանումը։ Սրանք այն ապրանքներն են, որոնց ներմուծումը Ռուսաստան արգելել է Ռոսելխոզնadzորը, չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Այս ծրագրի շրջանակում հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն եւ ելակ, ինչպես նաև շուրջ 10 միլիոն հատ ծաղիկ։ Հայաստանից արտահանումների սահմանափակումների պայմաններում կառավարությունն այս որոշումն ընդունել է ընդամենը 1 ամսվա համար, ինչպես նշված է նախագծում, հունիսի 1-ից հուլիսի 1-ը։ Ժամանակավոր լուծում է առաջարկում Փաշինյանի քաղաքական թիմը ճգնաժամի մեջ հայտնված հայ տնտեսվարողներին, վստահ է Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը։ Այդ փողը կտան մարդկանց ինչ-որ փոխհատուցում կտան մասնակի, բայց դա շատ ժամանակավոր լուծում է, որովհետև ինչքան պիտի եվրոպացիները կամ Հայաստանը պարտք վերցնի եւ այն մթերքը, որը չի գնում Ռուսաստան, այդ մթերքը վերցնի ոչնչացնի, փողը դա գյուղացիներին։ Այստեղ արմատական լուծումներ են պետք։ Խաչատրյանի խոսքով Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներից եվրոպացի գործընկերներին դժգոհած Փաշինյանին փորձում է օգնել Բրյուսելը ընտրություններից առաջ ռեյտինգը էլ ավելի չգցելու հարցում։ Բայց եվրոպական շուկան գոնե հիմա չի կարող բացվել հայկական արտադրանքի առաջ։ Հեքիաթներ են։ Մինչև այսօր Եվրոպական միությունը Հայաստանից սանդամթերք չի գնում։ Այսինքն ես կարծում եմ ինչ-որ մի գումար կհատկացնեն, որպեսզի այդ գումարը ուղղակի բաշխվի գյուղացիներին։ Անունը կդնեն, թե մենք գնում ենք, տանում ենք երկրորդ երկրներ, բայց դրանք ուղղակի կոչնչացվեն, որովհետև վստահ չեմ, թե բավարարում են Եվրոպական միության ստանդարտներին։ Այն մասին, որ հայկական արտադրանքը հիմնականում Եվրոպական միության ստանդարտներին չի համապատասխանում, խոսել էին նաև կառավարության նիստում։ Մի քանի ապրանքատեսակ Միրզոյանն առաջարկել էր փոխհատուցել միայն այն արտադրողներին, որոնց ապրանքը եվրոպական շուկային համապատասխան է։ Մեր ունեցած աջակցության մեխանիզմները կենտրոնացնենք այն արտադրողների մրգերի, բանջարեղենի եւ առհասարակ այն արտադրողներին աջակցելու վրա, որոնք համապատասխանում են շատ որոշակի միջազգային ստանդարտների, օրինակ կարող են բերել Եվրոպական միությունը, այդտեղ մենք հիմա խոսակցություն ունենք, պատրաստական են նաեւ ընդունել մեր ահագին ապրանքների տեսակներ, բայց նաեւ այդտեղ արդեն ստանդարտի հարց առաջանալու։ Ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով ռուսական շուկայից վտարված հայկական միրգ բանջարեղենը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը տարիների աշխատանք է պահանջում, նկատում է Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածուն։ Մեր ապրանքների խնդրեմը մաքսատուրքերը չեն, որ մաքսատուրքեր են դրել, ապրանքը թանկացել է եւ դու չես կարողանում արտահանես։ Այդ ելակը, օրինակ եվրոպական սանիտարական պայմաններին, նորմատիվ տեխնիկական պայմաններին չի բավարարում։ Եվ երկար ժամանակ է պետք, որպեսզի դու կարողանաս քո արտադրանքը համապատասխանեցնես եվրոպական ստանդարտներին։ Դրանից բացի, չէ, ասենք ենթադրենք բավարարեց, որտեղ ես վաճառելու, ով է վաճառելու, որ ցանցերում է վաճառելու,
Դա ամիսների, տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում։ Ի վերջո, Բրյուսելը, որ միլիարդավոր եվրոների խոստումներ է տալիս Հայաստանին, հաշվետու է իր հարկատուների առաջ, ընդգծում է Արթուր Խաչատրյանը։ Մի ամիս, 2 ամիս, 3 ամիս չի տևելու, վերջապես եվրոպական հարկատուներն են, չէ՞ հարցնելու, ես ինչ ես անում, մեզնից հարկ ես վերցնում, փողը որտեղ ես ծախսում։ Հետևաբար սա ուղղակի ընտրություններից առաջ ուղղակի աչքակապություն է։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։